Այսօր մենք քննարկենք թե ինչպես Բարսելոնան հաղթեց Ատլետիկ Բիլբաոին, ինչպես Բարսելոնան վերադարձավ Camp Nou, վերադարձավ Ռաֆինյան, վերադարձավ Ժոա Գարսիան։ Ամենասկզբում չմոռաք լայք դնել եւ բաժանորդը գրել, որտեղ դա ինձ շատ է օգնում, մոտիվացիա եմ հավաքում, սկայֆում էլի։ Այսօրվա ստարտվեց հաստատվեց սկսեմ, վրատար Ժոա Գարսիան վերադարձավ մեր վրատար Ասնանոյ, Կուրիլշիկ, պատպիվասնիկ Շենստին կոդերվավ ու գնաց բանկեն պալիվատանելու։ Պաշտպանողական դուո Կուբարսի Ժարար Մարտին, ես չգիտեմ որտեղից է դուոն հայտնվեց, ճիշտ գիտեմ, քանի որ Ռոնալդ Արաուխոն շատ խաղաց սբորների խաղում ու շատ երկար պերիոդ էր, նրան հանգիստ տվեցին։ Խաղաց Ժարար Մարտինը, կստացի վատ չխաղաց, պրինցիպի օքեյ։ Ձախից բալդե աչից կունդե դա արդեն ստաբիլ է։ Ու հիմա ոչ ստաբիլ է այդ բանը։ Центральный опорный полузащитник Эрик Гарсия եւ Դանի Օլմո, атакующий полузащитник Фермին Լոպես, ձախից Ֆերան Տորմուզ, հարցեկվող Լևանդովսկի եւ աչից Յաման։ Այսօր պիտի որ Նիկո Վիլիսը մեծ ագարչիտ աներ, բայց ոնց ասեմ, դեղնացրեց մեզ, գեղեցկացրեց, սիրունացրեց իր խաղով, ոչ մի բան չարեց, մի հատ մեզ օգնեց։ Շատ շնորհակալ եմ Նիկոլ ջան, տենց բան շուշուտ արա էլի։ Հաղթեցինք 4-0 հաշվով, շատ պլյուսեր կա, Camp Nou-ում բացվեց գեղեցիկ, շատ գեղեցիկ ստադիոն, 45000 տեղ, սաղ 45000 տեղն է առել էին, տեղ չկար, սաղ լավ ատմոսֆերա է, Նիկո Վիլյամսին էին կոդրում սաղով, սկայֆում էլի։ Սկսենք առաջին թայմից, Բարսելոնան սկսեց շատ ակտիվ պրեսինգ ու դա ունեցավ իր Յամալը գնդակը առաջ է տանում, հելնում է 5 հոգու դեմ, գնդակը կորցնում է, բայց հետո Լևանդովսկին կոնտրպրեսինգ անում, գնդակը խլում է եւ գնում ծակում է Ունիոն ու ծակում է Ատլետիկ Բիլբաոյի վրատարին Ունիոն Բերլինին։ Լևանդովսկին խփում է առաջին գոլը նոր Camp Nou-ում, շնորհավորում ենք։ Օֆիցիալ բացված է Camp Nou-ում, մալացի ռիբատուշկի, խարոշ։ Հետո իհարկե դժվար խաղ գնաց դրանից հետո, որտեվ ոնց որ կավոր ցենտր պոլը չկա, արագ պասեր ու ոնց որ կոնտրատակայի վրա ու մի քիչ վտանգավոր պահեր հայտնվեցին Ատլետիկ Բիլբաոյի մոտ, բայց Ժոա Գարսիան եւ պաշտպանները չթողեցին որ գոլ ուտենք եւ մենք դրանից հետո խփում ենք երկրորդ գոլը Լամին Յամալը տրիվելայով պաս է տալիս Տորմուզին ինքը ինչ որ կարավի չգեմ իր ձևի գոլ է խփում վրատարը պահում է հետո կպում է իր ձեռին ու էլի գոլ է այդում без կոմենտարիև բայց կարևոր գոլ է 2-0 ու գնում ենք Ընդմիջման 2-0 հաշիվ ատրվով։ Երկրորդ թայմից միանգամից Բալդե փոխային մտնում Արաուխոն, որտեղ Բալդեն ինչ որ տես թեթևակի ու շիպ ստացավ, ու Ժարար Մարտինը գնում է ձախ ու նույնա որ Արաուխոն պաշտպանա Կուբարսի հետ, իսկ ձախից արդեն Ժերար Մարտեն։ Երրորդ գոլը գալիս է նրանից, որ Էրիկ Գարսիան գնդակը խլում է Ատլետիկ Բիլբաոյի դաշտում ու պաս է տալիս դեպի Ֆերան Տորմուզ, որը էլի էշություն է անում ինչպես միշտ մերսի էլի Տորմուզը, բայց հետո էլի գնդակը այդում է Էրիկ Գարսիայի մոտ ու պաս է տալիս Ֆերմինը գեղեցիկ հարվածով կոդրում է էլի 3-0 Вот такой был։ Հետո 54-րդ րոպեին Սանսետը ստանում է կարմիր քարտ ուղիղ, որը իսկականից կարմիր քարտեր են դե պրոստը ոչ գնդակին խաղաց, ոչ է պրոստը բռնի շլագբաունում տաշը դարակավա գիտես գնդակա Ֆերմին Լոպեզի համար։ Նե Սանսետ տամ բեյնի դաս կայֆում։ Հա Լևանդովսկի փոխային մտնում է Դրո Ֆերնանդեսը, իսկ Ֆերմին Լոպեզի փոխային մտնում է Մարկ Ասադոն։ Լոպեզը այդ ուշիբից հետո մի քիչ ված սկսեց խաղալ, դրա համար հանեցի, որ հանգստանա ու ավելորդ տրավմա չստանա ու գալիս է 80 րոպեն մտնում է խաղադաշտ Ռաֆինյան Օլմոյի փոխարեն եւ Մարկ Բերնալը Էրիկ Գարսիայի փոխարեն Ռաֆինյան մի դաշտալիս ես չեմ ատում ինձ թվում էր սա 500 տարի էլի չինելու Ռաֆինյան բայց լավա բոգու ինքը եկավ հետո Ռաֆինյան առաջին կասանյով պրոստը ծակում է դիվյատկեն բայց իհարկե մի քիչ ձախ գնաց գնդակը էլի մալադեց նորմալ է կարևոր Չելսի հետ խաղում մի քիչ ավելի շատ ժամանակ ստանա, կամաց մտնի սաստավ, որ ավելի լավ լինի էլի իրավիճակը։ Ու վերջինը ինչ եղավ խաղում, դա Յամալը 2-3 հոգու անցավ, պաս տվեց Տորմուզին, ինքն էլ այս անգամ գոնե նորմալ զավերշենի արեց, ոչ թե իր ինվալիդություններով։ Camp Nou-ի բացումը անցավ շատ հաջող պակա։ Հա, հաջողակ։ Մյուս խաղը խաղալու են Չելսիի դեմ։ Ես այսօր Ֆերմին Լոպեզը իր լավ խաղերից անցկացրեց, որ արդեն բոլորն իր հետևից չգիրեմ։ Գոլը խփեց, իսկ իմ դուրը չեկավ իրականում ոնց է դա անունը, Դանի Օլմոն։
Դանի Օլմոն վերջերս вообще դուրս չի գալիս, վերջին 3 ամիսը պիտի նորմալ ֆորմա հավաքի, որտեղ սենց անհնար է։ Լյուբոյտեից ու դառանում ծոր կամ է вообще ուղղար չանում։ Վերադարձավ Ռաֆինյան, վերադարձավ Ժոան Գարսիան, կստати Ժոան Գարսիան կարևոր սեյվ արեց խաղի ընթացքում, ու վերջապես Ժոան Գարսիան հենց եկավ, մենք Սուխոյ խաղացինք, գոլ չկերանք, իսկ վերջին Սուխոյ խաղացել ենք Խետաֆեի դեմ, դա եղել էր 2 ամիս առաջ սեպտեմբերին։ Այսքան երբ կարդենք մեր վիդեոն, շնորհակալ լայք դեմ բաժանորդագրվել, դե ես Գագոն, пока-пока, пока-пока։